Ինչ վերաբերում է մեր անձի հանձնվելուն, դա որ մենք ենք հանձնում, հիմա մեր անձը որ մենք պետք է մեզ ավելի գերազանց ձևով հանձնենք։ Ինչ է ենթադրում դա։ Առաջինը սեփական կամքից հրաժարվել։ Հրաժարվել եսի թելադրանքից, մեր սեփական կամքից հրաժարվել։ Եվ մենք չենք ունենա հաջողություն այս հարցում, եթե մենք փայփայենք մեր եսը, եթե մենք ապրեսնենք, եթե մենք կերակրենք, խնամենք, պաշտպանենք, ով որ ուզենա ասում է իր անձը ապրեսնել, նա հետո կկորցնի։ Հանձնվելը Տիրոջը սпасել է։ Խոսքը մեր անձի հանձնվելու մասին է։ Դա Տիրոջը սпасել է։ Սաղմոս 40-ում, Սաղմոս 62-ում շատ տեղեր կարող ես ավելացնել եղբայրս, ասում է սпасելով սпасեցի Տիրոջը։ Ինքը սпасում է, հանձնվել է ու սпасում է։ Իմ անձը լուրումունջ Տիրոջն է սпасում։ Դավիթի խոսքերն են։ Հանձնվելը Տիրոջ հանձնվելը, դա համբերել է։ Համբերել։ Ինչպես տեսնում ենք Պողոսի կյանքում, Մովսեսի կյանքում, որ ասում է Եբրայեցիների 11:27-ում, ասում է անտեսանելին տեսանողի պես համբերեց։ Ու կանգ առ այս համարի վրա, Եբրայեցիների 11:27-ը, որ ասում է. կարծես թե այնպես էր Մովսեսը համբերում, իրան նայելուց տեսնելուց, նայում էին, տեսնում էին, թվում էր, թե հարցը լուծված է։ Եթե հարցը լուծված է, դե ինչու մասնախոսք, ինչ համբերելու մասնախոսքը։ Բայց ասում է անտեսանելին, նա դերևս չտեսած, չտեսած, այնպես էր համբերում։ Կարծես թե տեսել է դրա ելքը, դրա վերջը։ Ահա թե որն է համբերությունը։ Հանձնվելը վստահություն է։ Վստահելը ճանաչելուց է։ Ճանաչելը մտերմությունից է։ Մտերմությունը Տիրոջ հետ լուծ քաշելուց է։ Երբ դու իր հետ լուծ ես քաշում։ Վստահություն։ Երբ դու ասում ես քո մի վստահիր քո մարդկային իմաստությանը, այլ Տիրոջը վստահիր քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, նրան վստահիր։ Վստահելը ճանաչելուց է, այո։ Ինչի էր Դավիթը կարողանում վստահել Տիրոջը, որտեղ նա ճանաչում էր։ Մեկը կար Գողիաթ անունով, եկել էր եւ ասում է 40 օր ինքը նախատում էր Իսրայելի Աստծուն, 40 օր շարունակ նախատում էր, հայոյում էր, նզովում էր։ Եվ Դավիթը երբ որ լսեց, եկել էր եղբայրների մոտ այդ դաշտը, լսեց, ասեց, ով է այս մեկը։ Նա ճանաչում էր, որովհետև ունեցել էր մտերմություն, ապրել էր Տիրոջ հետ եւ ասեց, այն Աստվածը, որ ինձ ազատել է, նա գործ էր ունեցել արջի հետ, արյուծի հետ, ասեց դրանց մեկի նման կանի, որտեղ ինքը ճանաչում էր այն Աստծուն։ Ես ու դու չենք կարող հանձնվել, վստահել, եթե նրան չճանաչենք։ Նա ապրել էր այդ կյանքը։ Եվ մեկ ուրիշ տեղ ասում է Տիրոջը դրեցի իմ առաջին ամեն ժամանակ, որբեսի չէ, սա նեմ։ Երբ ես ու դու լուծ ենք քաշում նրա հետ, իսկապես իրար լուծն ենք վերցնում, այդ մտերմության լուծը, քայլում ենք, գնում ենք իրար հետ։ Դրանից մենք սկսում ենք ճանաչել։ Երբ սկսում ենք ճանաչել, դրանից կարող ենք նրան վստահել։ Երբ սկսում ենք վստահել նրան, ավելիով մենք ավելի կարող ենք հանձնվել։ Հակառակ դեպքում ինչպես կարող ենք մենք վստահել։ Ով կպատկը, ձեզանից ով կուզենա ինքնաթռով ինչ որ տեղ գնա։ Կգնաք, չէ՞։ Բայց ինչ կլինի ձեզ հետ, եթե իմանաք, որ լոջիկները, օտաչուները մեր մխիթարն ու Սամվելն են։ Կգնաք։ Չէ, Մարինե ջան, խորհուրդ չեմ տա։ Էդի են լավը չի, էդի աստոզած լավը չի։ Որտեւ իրան չգիտեք դուք որպես այդպեսին։ Դուք չգիտեք։ Ես լինեմ լավ, ես ու Աշոտ լինենք։ Նստենք ընդ սկսենք իրար հետ բաներ ասել, խոսել սուրբ գրքից, տանք առնենք։ Խորհուրդ չեմ տա նստեք այդ ինքնաթիռը, որտեւ չեք ճանաչում։ Ժողովուրդ փոթորիկներ են գալու։ Այո, փոթորիկներ են գալու եւ գալու են այդ փոթորիկները, քամիները եւ գիտեք ինչ անելու։ Նրանք ովքեր ուժեղ են արմատացած ու արմատ են գցած Հիսուսի մեջ, նրանք կմնան։ Բայց նրանց վրայից այդ փոթորիկները շատ օտար բաներ կտանեն։ Իսկ նրանք ովքեր արմատացած չեն,
Քրիստոսի մեջ, այդ քամին տանելու է նրանց։ Դա ես չեմ ասում, Սուրբ Գիրքն է ասում։ Այդ քամին տանելու է, իրանց է տանելու։ Բայց եթե մենք պինդ լինենք արմատ գցած եւ դրանք հերու չեն ժողովուրդ, այս տարի կունենանք այդ փոթորիկները։ Ես ոչ թե խոստանում եմ, հոգուս մեջ առել եմ, դրա համար եմ ասում։ Տիրոջը հանձնվելը հաճախ կարող է մեզանից լռություն պահանջի։ Ասում եմ լուր մնա։ Շատ դժվար է, բայց հաճախ եթե դու հանձնվում ես, այդ պարագան, այդ իրավիճակները մեր կյանքերում որ կլինի կենցաղում, եկեղեցում, դրսում, ամենուրեք հաճախ մեզ դա պահանջում է լուր լինել, բայց Աստված նայում է։ Ինչի եմ ես լուր, ինչի ես դու լուր, որտեղ դու հանձնվել ես նրան։ Դու չես ասում դատապարտության խոսք, վերջապես ոչինչ չես ասում։ Չնայած որ այդ երևույթը դու չես ընդունում, դու համաձայն չես այդ երևույթի հետ։ Քո տանը, քո ընտանիքում, քո քաղաքում, քո գործի տեղը, գուցե եկեղեցում դու դրան համաձայն չես, բայց լուր ես։ Լուր ես եւ սպասում ես, եւ Աստված տեսնում է, որ կան եկեղեցում մարդիկ, որոնք լուր են, բայց սպասում են Տիրոջը, հանձնված են նրան։ Եվ Տերը երկու հոգուս այդ սպասումը տենա հերիկա։ Ինձ նման շատերը կան եկեղեցում, որ սպասում ունեն, եւ այդ սպասումը օգնում է, որ Տերը իր գործը անի։ Հանձնվել հաճախ կարող է մեզանից պահանջել, որ մենք որոշ գործողություններից ձեռնպահ մնանք, չանենք որոշ բաներ։ Ասում է դադարեցեք ու տեսեք, որ Տերն է Աստված։ Դադարեցեք։ Ուզում ասի չլինի դու մի բան անես, որտեղ այն գործը, որ Տերն է անելու, եթե ես ու դու անենք, կա տեղ, որ մենք կարող է փչացնենք, խանգարենք, խառնվենք։ Ամենից ավելի, որ ես ու դու անում ենք, մեր ֆինանսական զոհաբերությունը, մեր նվիրատվությունը, այցելություն, ծառայություն, վազք, այդ ամեն ինչից ավելի, ուզում եմ համարձակվեմ ասեմ, գուցելի տարօրինակ թվա, բոլոր այդ մեր հոգևոր գործերից ավելի Տերն ուզում է, որ ես ու դու գերազանց ձևով նվիրվենք իրանը լինենք, որովհետև հաճախ Աստծո մարդիկ, գուցե անգամ սատանայի թելադրանքով, գուցե անգամ որոշ հոգևորների թելադրանքով, այնքան են իրանք խրվում, տարվում իրանց այդ գործով, անգամ ասում եմ հոգևոր որոշ բաներով, գուցե աշխարհային ինչ-որ գործերով, շատ բաներով, որ իրանք սկսում են հեռանալ Տիրոջից։ Այնքան են հեռանում, որ մի օր էլ իրանք կորցնում են մտերմությունը։ Եթե կորցնենք մեր մտերմությունը, մենք մեր վստահությունը կկորցնենք։